Դուրս վարդին։ Տիկին Հակոբյան, նախ անդրադառնանք ընդդիմության վերջին 2 օրերին բարձրացրած հարցին, որը նաև հանրությանն է հետաքրքրում խոսքը պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ աստղաբաշխական աշխատավարձին է վերաբերում։ Դուք գիտեք այլևս մասնավոր ընկերությունում, որին հետ նաև կառավարությունը մասնաբաժին ունի այդպիսի աստղաբաշխական աշխատավարձ ստացող երկրորդ անձին։ Ես որևէ կառույցի աշխատավարձի չափը հատուկ չեմ նայել ու չեմ կարող հիմա դրա հետ կապված պարզաբանում տամ։ Մենք առհասարակ պարոն Կոնջորյանի տեխնատություն ենք քննարկում իբրև ազգային ժողովի փոխնախագահ։ Ինձ մոտ էլ է տպավորություն, որ մենք ինչ-որ հայփոստի տնօրեն ենք ընտրում, որովհետև ընդդիմության ելույթները, չգիտեմ, դիտարկումները դրան են վերաբերում, բայց ավելի ճիշտ կլիներ, օրինակ հարցնեին, ինչպիսի քաղաքականություն եք պատկերացնում, որ կվարեք այս կամ այն ուրեմն գործիքակազմը կօգտագործեք որևէ խնդրի, որևէ լավարկվող կամ հարաբերությունների հետ կապված, դրա համար ես հիմա այս կեղծ օրակարգի մեջ չեմ ուզում մտնել, ես գիտեմ, որ պարոն Կոնջորյանի կինը շատ լավ աշխատակից է եւ հենց ներսից է եղել, վարչության պետ է եղել եւ մրցույթի է մասնակցել եւ փաստորեն հաղթել է մրցույթը ինքը։ Մնացած հարցերը արդեն պետք է ուղղել։ Ես տեղյակ չեմ եւ չպետք է տեղյակ լինեմ, հենց այդ է։ Հիմա մեզ մտցնում են միայն մի այնպիսի օրակարգի մեջ, որին մենք չենք տիրապետում եւ չպետք է նաեւ տիրապետենք նաեւ ի պաշտոնը։ Մեսրոպ Արաքելյանը գրել է, որ վերջի 7 ամիսի ընթացքում Հայփոստը մոտ 4 միլիարդ դրամի վնաս է կրել։ Երբ որ այն հայտնվել է պետության ներքո։ Այս մասին որևէ տեղեկատվություն դուք ունեք։ Ես նոր ասացի, որ ես որևէ տեղեկության չեմ տիրապետում, որպես քաղաքացի, որը հայփոստ մտնում դուրս է գալիս, վերջին տարիներին նկատել եմ ավելի բարեկեցիկ սրահներ սպասարկման։ Oh, hi! Would you like a free gift? I'm a missionary for the Church of Jesus Christ of Latter-day Saints, and this is the Book of Mormon. It teaches us more about Jesus Christ. The Book of Mormon has changed my life for good, and I know it can do the same for you. As you can see, we've got a lot of different copies in a lot of different languages, and we'd love to give you one for free. If you would like a free copy of the Book of Mormon, click on the link down below to have missionaries like me deliver one to your home with a short message about Jesus Christ. Bye! Անդամների հետ կապված խնդիրներ կան այս կամ այն պաշտոնի նշանակման եւ հիմա ըստ էության արտարացիորեն հարց է բարձրանում Հայկ Կոնջորյանին ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում մերժելու ԿՊ-ի կողմից, այդ հարցը, որովհետեւ նախատեսությունը հանդգնել է աշխատել։ Ոչ միայն չի հանդգնել աշխատել, այլ նաեւ նրա եղբայրը դրսևորել է ոչ պատշաճ վարկագիծ, օրինակ դուք դատապարտում եք, որ հայրախառն արտահայտություններով գնում է մեկ հայ ընտանիքի վրա։ Ես ինչպես իմ թիմակիցները, ինչու որովհետև մենք բոլորս նույն արժեքներն ենք կիսում, մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, այդ թվում ֆիզիկական բռնություն, որը պարոն Կոնջորյանի եղբոր հանդեպ է եղել։ Հիմա գիտեք, որ նախաքննական մարմնում է գործը եւ գործը հարուցված նաեւ պարոն Կոնջորյանի եղբոր նկատմամբ եւ անկախ դատաիրավական համակարգը կքննի եւ մենք կտեսնենք ով ինչի համար էր մեղավոր։ Ես ձեր լրատվամիջոցներից տեսել եմ այդ զազրելի կադրերը, ինչպես են մի քանի հոգով ուրեմն բռնություն կիրառում մի հոգու հանդեպ եւ շատ դատապարտում եմ հենց բռնության դեպքերը։ Նաև շատ դատապարտում եմ, որ պաշտոնյայի հարազատ լինելու բերումով մարդիկ են թիրախավորվում, այստեղ կանանց իրավունքների ջատագով ներկայացող, օրինակ նոր պատգամավորը ներողություն անունը չեմ հիշում դեռևս, որ ներկայացող չէ կանանց իրավունքների ջատագով, բայց դուրս գալ ու թիրախավորել մարդուն, ով մասնագիտական աշխատանք է կատարում միայն նրա բերումով, որ պաշտոնյայի կին է, սա էլ եկեք համաձայնենք, որ ճիշտ չէ, եւ եթե մենք ուզում ենք աջակցել այլ կանանց, նրանց ներգրավվածության եւ այլ առումներով, ապա պետք է այս գործելավոճը ուրեմն թողնենք, այնպես որ
եկեք մենք էլ հիմա այս մեր ճեպազրույցով չթիրախավորենք մարդկանց նրա բերումով, եթե գործ չհարուցված չլիներ, դուք կարող եք ասել, որ կա նման ուրեմն մամուլում կամ չգիտեմ, նման խոսակցություն, որ նրա կողմից էլ է եղել որոշակի, հա, գործողություններ, կասկածանք կա, ես էլ կասեք ինչի չի գործարություն, այստեղ նրա դիրքն է միգուցե պատճառը, բայց հիմա երկու անձի հետ կապված էլ կա հարուցված քրեական գործ։ Եվ չկա մտավախություն, որ Հայկ Կոնջորյանը լինելով ազգային ժողովի փոխնախագահ իր լիազորությունների շրջանակներում կփորձի միջամտել։ Պարոն Կոնջորյանը պակաս դիրք չուներ մինչ այսօր, նա իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարն է եղել վերջին 5 տարիներին, եւ եթե նա որևէ լծակ օգտագործելու ուներ, դա էլ հարմար պաշտոն էր։